Բարի սիրելի բարեկամներ, այսօր առավոտը սկսում եմ դեմքի դիմակով։ Ես էլ հավեսի բանա չէ, հավեսը պետք է ունենաս, որ անես։ Հիմա այսօր մի հատ դեղնուցա ինձ պետք, ձիթապտղի ձեթ, կարող ուրիշ ձեթ էլ լինի։ Անձեռնոցիկներ բերեցի, որ էլի ընթացքում պետք կգա։ Տնական բոտոքս ենք անում, ձգում ենք մաշկը։ Հիմա ուրեմն ես դեղնուցը առանձնացնեմ սպիտակուցից։ Դեղնուցն եմ ես պետք, ես տնենք մի կողմ, ես էլ առայժմ տնեմ եստեղ։ Մի փոքր ձիթապտղի ձեթ, մոտավորապես մի թեյի գտալ։ Մաշկը լավ ձգում է, կարելի է շաբաթական երկու անգամ էլ դնել։ Դե այդ օրը աշխատանքային օրերին չենք հասցնում, գոնե այսօր կիրակի օրը ժողովուրդ ջան, ես խառնում եմ այսպես։ Մի հատ էլ անձեռոցիկ կփռեմ, որ սեղանի վրա չկաթա։ Հայելի եմ դրել, բայց հայելս ցածր է, կամերայի մեջ նայելով պետք է անեմ, կամ հայելին պետք է մի քիչ ետ դնեմ։ Հետը դիմակը գցեմ, հետը մի հարցի անդրադառնամ, որ հենց նոր կարդացի իմ վլոգի տակ մի հոգի գրել էր, բայց կուզենայի կարդայի մեկնաբանությունը, լավ, ուրեմն այսպես, լավ, գցեմ հետո մեկնաբանությունը կկարդամ, հետո նոր պատասխանեմ ժողովուրդ ջան։ Դիմակը գցենք, հետո այսպես լավ գցում ենք, պետք է 25 րոպե թողնենք։ Այսօր դեմքը լվանալուց հետո կրեմբան դիտավորյալ չգցեցի, որ դիմակ դնեմ։ Այսպես լավ գցում ենք։ Մեր խանութից մեկ-մեկ դե դիմակներ ես առնում դնում եմ, բայց դե ինչ ուզում ա լինի, տնական սարքածը շատ ավելի լավ է։ Վլոգների նպատակն էլ հենց այդ է, չէ, որ մոտիվացնեն։ Վերջ ժողովուրդ ջան, թողնում եմ 20-ից 25 րոպե, հիմա ժամը քանիսն է, րոպե 11-ից 20-ը պակաս։ 11-ին կլվանամ։ Դեմքս նենց է ձգել, չեմ կարողանում խոսամ։ Արդեն 20 րոպե թողել եմ, հիմա կլվանամ։ Ես թվում է ակնհայտ է տարբերությունը։ Հիմա արդեն կգնամ դեմքի կրեմները կգցեմ, վիտամին C շիճուկը, ցերեկային կրեմը ու արևային կրեմը, շպար չեմ անի, երևի այսօր կիրակի է, դեմքը մի քիչ թող հանգստանա ու անցնեմ իմ առօրյա գործերին։ Եկա, ժողովուրդ ջան, այս սենյակում մի քիչ լուսավորությունը լավ չի, չէ՞, մի քիչ թե ընդհանրապես լավ չի։ Գրելի խոհանոցում ոնց որ կադրը լավ չի եղել, ես լավ երևում եմ, բայց կողքերս չեմ հասկանում ինչից է եղել, կարող է ինչ-որ կամերայի հետ է կապված, չգիտեմ անկեղծ ասած։ Մոնտաժելու ժամանակ չեմ էլ նկատել ես։ Ուրեմն ոնց որ ասեցի, ինձ մեկնաբանություն էին գրել ու այդ մեկնաբանությանը ուզում եմ այսպես պատասխանեմ, կարդա մեկնաբանությունը նոր պատասխանեմ։ Հետ էլ ասեցի սուրճ դնեմ, կխմենք միասին, հետ էլ մեկնաբանությանը կպատասխանեմ, հետո ուզում եմ մի բան թխեմ, ուրեմն սուրճը կխմեմ, հետո արդեն մի բան կթխեմ։ Մտածում եմ այսօր ինչ-որ մեղրով տիպի ինչ-որ բան թխեմ, մոտիվացվել եմ Մարլենկայով, հետո YouTube-ում նայում էի, Բաղադրատոմսերի վիդեոներ էի նայում, այնտեղ ռուսական ալիք կար, ցույց էր տալիս, չնաշատ խճճված ու բարդ բաներ ցույց տալիս ու ընդ որում ասեց Մարլենկան, այսօր ասում է պետք է պատրաստեմ հայտնի չեխական խմորեղենը Մարլենկան, չդիմացա տակը գրեցի, որ չեխական չի, հայկական է, հեղինակը արտադրության ու թխվածքի արտադրության հեղինակը հայ է, այդքան բան գրեցի, ուրիշ բան չեմ գրել։ Ամեն դեպքում ինչի է տենց չեխականի անվան տակ հայտնիություն ձեռք բերել, որովհետև Չեխիայում է
հիմնադրվել, ստեղծվել, արտադրվել կազմակերպությունը Չեխիայում է հիմնադրվել, դրա համար էլ աշխարհին հայտնի է, աշխարհին դե որտեղ որ հայտնի է, որպես չեխական փոխված ու շատ ափսոս, քանի որ հայ հեղինակը, եթե չեմ սխալվում, Գևորգ Ավետիսյան, իր քույրիկի հետ ստեղծել են այդ բանը, արտադրամաս են ստեղծել, ինչ որ կարճ ասած հայերեն հեղինակը, ուրեմն մեկնաբանությունը անունը չեմ կարդում, գրված է գրել է Սվետա ջան, ես ձեր ընտանիքին շատ եմ հավանում, դու հայ կնոջ լավագույն տեսակն ես, շատ եմ գրել այդ մասին, այսքան համար շատ շնորհակալ եմ, բայց իդեպ ասեմ, այս առաջին մեկնաբանությունն է, որ ես տեսնում եմ, այս օգտատերը գրել է, ես չգիտեմ անգամ հիմա ինքը սխալվել է, բայց անվանականը գրում նշանակում է հենց ինձ է ուղղել, որտեղ մեկ-մեկ պատահում է, որ ուրիշի մեկնաբանությունը գրում են ուրիշի վիդեոյի տակ։ Շարունակենք, բայց մի հարցում սխալ եք։ Ձեր համակրած թեկնածուն ահավոր վատն է։ Դուք չեք կարող ճիշտ կողմնորոշվել։ Դե թողեք այդ հրաշք կյանքը, եկեք ապրեք ձեր սրտի ղեկավարի հետ։ Դուք չեք կարող իմանալ, թե ինչ է արվում մեր փոքր երկրի հետ։ Այստեղ երկու բան եմ ուզում անդրադառնալ այս մեկնաբանության մեջ։ Նախ ոնց ասեցի, շատ շնորհակալություն այս գեղեցիկ խոսքերի համար, ընդհանուր առմամբ ես չեմ ասում, որևէ վատ մեկնաբանություն չի, որևէ վատ բան չի գրել, բայց ես ուզում եմ հստակեցնել։ Ուրեմն, ինչ վերաբերում է մեր մի հարցում սխալ եք, ձեր համակրած թեկնածուն ահավոր վատն է։ Դուք չեք կարող ճիշտ կողմնորոշվել։ Նախ ճիշտն ասեմ, անկեղծ ասած, ճիշտ ու սխալ կողմնորոշվել ցանկացած հարցում, որևէ մեկը չի կարող որոշել, ես ճիշտ եմ կողմնորոշվում, թե սխալ եմ կողմնորոշվում։ Եթե իմ կողմնորոշումը, օրինակ դուք համարում եք ճիշտ կամ սխալ, այդ չի նշանակում, որ դա իրոք կամ ճիշտ է կամ սխալ է։ Այդ ձեր տեսանկյունով եք դուք նայում, այդ ճիշտ է կամ սխալ է, որովհետև ճիշտ ու սխալ չկա այդպիսի, ինչ ասեմ, օրենք ասեմ կամ ինչ որ բան կա, որ այս ճիշտն է, այս սխալն է, կան օրենքներ ու օրենքից դուրս ինչ-որ բան, բայց այս երկրորդական է, այստեղ առաջնային է, այնա, որ իմ նախընտրած թեկնածուն ահավոր վատն է, սիրելիներս, ես այս վլոգը ու որևէ քաղաքական ենթատեքստ դուք այսքան ժամանակ չեք տեսել իմ վլոգի մեջ, ես որևէ քաղաքական բան չեմ այսպես բերել մտցրել վլոգների մեջ, որովհետև ես ինքս քաղաքականացված չեմ, ես շատ հեռու եմ քաղաքականությունից, առավել ևս, որ Հայաստանում չեմ ապրում, Հայաստանում երբ որ ապրել ենք, էլի չի ասի քաղաքականացված, բայց երբ որ ասենք վերջը ապրում ես երկրում ու տեսնում ես, ամեն ինչը տեսնում ես, չես կարող անտարբեր մնաս, բնականաբար հա, այդ ժամանակ ես էլ թեկուզ հենց ընտրությունների միջոցով փորձել եմ իմ տեսակետը արտահայտել, բայց հիմա կոնկրետ, որ ինձ գրում եք, որ ես իմ նախընտրած թեկնածուն լավը չի, ես որևէ քաղաքական նախընտրած թեկնածու չունեմ, ես ես հայտարարում եմ այսպես, բացի բաց, ես որևէ նախընտրած թեկնածու չունեմ ու չեմ էլ որևէ ձեր ցես ցույց տվել, որ ինչ-որ մեկին նախընտրում եմ, բացարձակ չէ, այդ այդպես չի, ես իրավունք էլ չունեմ ու իմ կարծիքով որևէ մի հայ, որ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, իրավունք չունի խառնվելու, միջամտելու Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, առավել ևս ընտրություններին, ես ինչ իրավունք ունեմ, ասեմ, ես թեկնածուն լավն է, ես թեկնածուն վատն է, եթե ես Հայաստանում չեմ ապրում, ես հարկ չեմ ուծում երկրում, ես հարկ եմ ուծում հիմա այստեղ ու չեմ էլ կարող որևէ ձև ասեմ կամ որևէ մեկին մեղադրեմ ես ասում եմ, ես ամբողջ քաղաքական թողուբով, որ տեղի ունենում Հայաստանում ընտրություններից առաջ իրար են գզում, իրար են հոշոտում, իմ ամուսինը տղամարդ է իրան հետաքրքրում է, ինքը հեռուստացույցը միացնում է, նստում, լսում է։ Ես խոհանոցի դուռը միշտ փակում եմ, որ որևէ բան չլսեմ։ Ես ինձ ափսոսում եմ, որ պետքա այդ ամեն ինչը լսեմ, լուրջ եմ ասում։ Ու այդ ամեն ինչը հաշվի առնելով, որ ես որևէ մեկին նախընտրեմ, եթե անգամ նախընտրեմ, ես ոնց ասեմ, որևէ մեկին արդարանալու բան չունեմ կամ որևէ մեկին չպետք է բացատրություն տամ, բայց ես չունեմ նախընտրած թեկնածու։
հիմա այս պահին գուցե տարիներ առաջ ունեի, բայց հիմա որևէ նախընտրած տեխնացու չունեմ, այսինքն որևէ մեկը չի արդարացրել իմ սպասելիքները։ Դրա համար սիրելիներս, ես բացարձակ որևէ բան չեմ ասել ու չեմ էլ ասի, այս քաղաքական ալիք չի ու ես ինձ իրավունք երբեք չեմ վերապահի որևէ մեկին էլ որևէ բան ասեմ, որովհետև ով որ Հայաստանում ապրում է, ինքն էլ իրավասու է, ինքն էլ իրավունք ունի ընտրի իր սրտի լիդերին ու դրսում ապրող հայերի ես չգիտեմ իմ նման մտածող մարդկանց միակ բանը, միակ ցանկությունը, երազանքը, նպատակն է նա, որ Հայաստանը տեսնի անվտանգ ու խաղաղ, ինչ որ մենք տեսանք, ինչ որ մեր երկիրը տեսավ վերջին տարիներին, այդ չգիտեմ, այդ ուղղակի մասին ավելի լավ չխոսենք, չցավացնենք որևէ մեկին, անտանելի էր ուղղակի։ Այդ չի նշանակում իհարկե, որ նախկինում լավ էր, ես չեմ կարող ասեմ լավ է, թե լավ չի, դուք գիտեք, ձեր գործն է ու խնդրում եմ ինձ էլ միասեք իմ որևէ տեխնացու, նախընտրած տեխնացու, որովհետև ես չունեմ նախընտրած տեխնացու, ես այդ անկեղծորեն այսպես հայտարարում եմ, ունենայել չէի վախենա ասեի, որ հա ունեմ, բայց անունը չեմ տալիս, բայց չունեմ։ Այդպես սիրելի բարեկամներ, այդ որ TikTok-ը թերթելուց տեսա, որ ինչ-որ հայ Ռուսաստանից գնում էր Հայաստան, հատուկ ընտրությունների մասնակցելու, ես ուղղակի մեղքս եկավ այդ մարդուն, որ այդ ձևի մարդիկ են էլի, որ իրանք ապրում են իրանց կյանքը դրսում ու հատուկ ընտրությունների մասնակցելու համար ինքը ասեց պարզ, որ իր ընտանիքով գնում է Հայաստան, ընտրությունների մասնակցի ու նույն օրը ետ դառնա, որ հանկարծ եթե իրադարձությունները սրվեն, որ իրանք անվտանգ լինեն։ Այստեղ էլ ինչ ասես ժողովուրդ ջան։ Այդ ուղղակի անբարոյականություն է, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ուրեմն, փակենք այս թեման, ես հարկ եմ մուծում այս երկրում, ես իրավունք երբեք չեմ վերապահի, մասնակցեմ, խառնվեմ Հայաստանում տեղի ունեցող անցուդարձին, այդպես սիրելիներս, այդ էի ուզում ասեի, մամա շատ կարևոր էր, ես այնտեղ պատասխանեցի, բայց չգիտեմ հարգելի հարցատուն կարդաց թե չէ, խնդրում ինձ մի մեղադրեք մի բանում, որտեղ ես չկամ։ Իհարկե մեղադրանք չէ, բայց եթե գրել է նշանակում մարդը այդպես այդ կարծիքն է ունեցել։ Այդպես սիրելի բարեկամներ, նայեք ասեմ, որ պատվիրել էի թեմուից, այլ հիմա օրինակ շատ սիրուն օգտագործում եմ, բաժակի տակ եմ դնում, սուրճը խմեմ ու սկսեմ ավելի շուտ ինչի է մի քիչ ձգձգում, որովհետև կարագը նախապես չեմ հանել կրեմի համար, պետք է հիմա մտածում կամ կարագը երև փոխարինեմ մեկ ուրիշ բանով, այսինքն ուրիշ կրեմ պատրաստեմ, որ չսպասեմ մինչև փափկի։ Այդպես սիրելիներս, սրճենք ու անցնենք առաջ։ Որոշեցի մի հատ ծվածեղ պատրաստեմ, ուտենք, հետո նոր սկսեմ թխվածքը թխել։ Կատնաշորով ծվածեղ եմ պատրաստելու, մի 100 գրամի չափով կատնաշոր վերցրի, 15%-անոց այ դեպ, ռուսական խանութից էին գնել, սպանաղ, համեմ ու մաղադանոս եմ կտրատում, սպիտակուցներով հարուստ ծվածեղ է ստացվելու, մանրեմ մի փոքր, կատնաշորի վրա ավելացնում եմ ձու, աղ, բնականաբար սև պղպեղ, մի լավ խառնում եմ, ձիթապտղի ձեթ եմ լցնում տապակի մեջ, թողնում եմ տաքանա, ավելացնում եմ ձուն ու կանաչին, մի հատ խառնում եմ, ծածկում եմ ու թողնում եմ եփվի, գնում եմ ուրիշ գործերով, հանկարծ հիշեցի, որ ծվածեղը եփվում է գազի վրա, եկա մի հատ խառնեցի, նորից գնացի լվացքը փռելու, մինչև եկա մի քիչ տակը կպել է արդեն, բայց ես սիրում եմ սենց կարմրած, ոչինչ, շատ համեղ ստացվեց։ Այդ վերջացրի ու թխվածքն եմ սկսում, հալած մեղր եմ լցնում, սոդա եմ ավելացնում, խառնում եմ մինչև փրփռի։ Մեղրով տորտ եմ պատրաստում կամ մարլենկա, մի քիչ իմպրովիզ եմ արել, թողնում եմ մինչև կարամելի գույն ստացվի, առանձին ամանի մեջ կոտրում եմ ձվերը նախապես լվացել եմ, 4 խոշոր ձու եմ վերցրել, ավելացնում եմ շաքարավազը,
Հարում եմ, լավ, պետք է հարել։ Հիմա այս կարամելային զանգվածը արդեն սառել է, քիչ-քիչ ավելացնում եմ այս հարած զանգվածի վրա, ձվի ու շաքարավազի, տեսեք, ինչ լավ փրփրել է։ Նորից լավ հարում եմ։ Այսպիսի զանգված ստացվեց։ Ես գիտեմ կամերան միացրել եմ, բայց չեմ միացրել, այս ընթացքում ավելացրել եմ հալած կարագ, կակաո մի ճաշի գտալ ու հիմա ալյուրն եմ ավելացնում։ Խառնում եմ, մինչև այսպիսի մասա է ստացվում։ Հիմա պետքա բաժանեմ 3 մասի, յուղաթղթի վրա տարածում եմ, ջեռոցը միացրել եմ 180 աստիճանի տակ տաքանա ու շերտերը հերթով պետքա թխեմ։ Արագ են թխվում, պետքա ուշադիր լինել, որ չվառվի։ Շատ արագ թխվում է, երև մի 7-8 րոպեում թխվեց, յուղաթղթը շատ հեշտ դուրս է գալիս, կողքերից ուղղում եմ ու հերթով այդպես թխում եմ։ Գրեմը կարելի է ընտրել ըստ ճաշակի եփովի կամ ոնց որ կցանկանաք, այստեղ այս մնացորդները, որ կողքերից հանեցի, կտրատում եմ, հետո պետքա բլենդերով մանրեմ։ Աշխատում եմ իրար հավասար կտրեմ, որ սիրուն ստացվի։ Հիմա երրորդ շերտն էլ կհանեմ, կթողնեմ լավ սառի, այդ ընթացքում ես կրեմ կպատրաստեմ։ Շերտերը արդեն թխվեցին, կտրել եմ, այսպես ուղղել եմ, փոքր են շերտերը, չափերը փոքր է, բայց այս մեկը մի քիչ բան է եղել, ոչինչ արանքում կդնեմ։ Ուրեմն կրեմը հիմա արագ կպատրաստեմ, այդ ընթացքում այս մնացորդները կմանրեմ, որ վրան լցնեմ։ Կրեմը ուզում եմ պատրաստեմ սերուցքով ու եփած խտացրած կաթով։ Կրեմը քսելու ընթացքը մոռացա նկարեմ, արդեն քսել եմ, սովորական շերտերին կրեմ եմ քսել։ Հիմա փշուրները պետք է լցնեմ, բլենդերով եմ մանրել այդ կտորները, կողքից կիսած կտորները։ Այս էլ հիմա կլցնեմ սիրուն զարդարեմ, կարելի է ընկույզ կամ գետնանուշ կտրատել լցնել։ Ես չեմ լցնելու, մենակ այս փշուրները կլցնեմ ու հերիքա։ Չնայած փափուկ է, բայց թողնեմ մի քիչ թող ավելի սենց շերտերը կպնեն իրար, շատ համով է ստացվել։ Դուք էլ թխեք, անուշ արեք։